Անդիմության առաջարկած այս նախագիծը ես շատ կարճ կլինեմ, շատ տիպիկ պոպուլիստական, այդտեղ վիրավորական բան չկա նախագիծ է, շատ տիպիկ, որի նպատակն է որը երեկոյան լրատվամիջոցներում գրել հետևյալ վերնագիրը, որ անդիմությունն ուզում էր թոշակները բարձրացնենք, իշխանությունը չհամաձայնեց։ Էս է նպատակը։ Իսկ ինչ է կատարվել իրականում։ Իրականում 18 թվականից հետո 18 թվականի նվազագույն 16800 դրամ նվազագույն կենսաթոշակը բարձրացվել այսօր արդեն հասել է 36000 դրամի։ Պարոն Վարդանյանը միջին թոշակի համեմատություն բերեց, նվազագույնը մոռացավ, այսինքն մոտ 20000 դրամով նվազագույն կենսաթոշակը Հայաստանում բարձրացել է 7 տարում։ Սա տարեկան գիտեք ինչքան է անում։ 150 միլիարդ դրամ, որովհետև Հայաստանում կա 650000 թոշակառու։ 150 միլիարդ դրամ, այսինքն 380 միլիոն դոլար տարեկան Հայաստանի Հանրապետությունը հիմա 380 միլիոն դոլարով ավելի շատ թոշակ է տալիս իր քաղաքացիներին, քան տալիս էր 2018 թվականին։